ուշադրություն դարձնենք մեր միգրացիոն հոսքերին եւ քաղաքացիության դիմումներին, կնկատենք, որ քաղաքացիությունը օգտագործվել է երկու նպատակով։ Առաջինը ձեռք բերելու համար ճամփորդական փաստաթուղթ։ Դարձյալը ներկայացրեց տպագրված անձնագրերի թվաքանակը։ Եթե ուշադրություն դարձնեք այն տարիներին, երբ որ մեր հայահոծ համայնքներում Սփյուռքի կային խնդիրներ, օրինակ որոշակի երկրների հետ, որտեղ այդ համայնքի մեր հայրենակիցները այդ երկրի քաղաքացիներ էին եւ չէին կարողանում ճամփորդել, ունեն ճամփորդական բարդություններ։ Ներկայումս եւս կա նման իրողություն, անթակույց ակնհայտ է Ռուսաստանի հայ համայնքի հետ կապված։ Եվ մենք ինչ ենք նկատում, մենք նկատում ենք ակնհայտ դիմումների կտրուկ աճ քաղաքացիություն ձեռք բերելու նպատակով։ Եթե նայեք անցած տարվա 25 թվականի քաղաքացիության դիմումների քանակը, քաղաքացիություն ստանալու դիմումների քանակը գերազանցել է 32,000-ը։ Դա պատմական մաքսիմումն է Հայաստանի Հանրապետության գոյության ամբողջ ընթացքի։ Դրա նախորդ 2 տարիները 20,000-ից ավել են եղել այդ դիմումները։ Եթե դրանից հետ ենք գնում, արդեն տեսնում ենք 7-8,000 միջին թվեր, հա, տեսնում ենք ինչ-որ իրադարձություն տեղի ունեցավ, մասնավորապես ռազմական գործողություններ Ուկրաինայի տարածքում, տեղի ունեցան ճամփորդական սահմանափակումներ Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ, եւ հետո տեսնում ենք մեր քաղաքացիության ոլորտում նման դիմումների աճ։ Եվ եթե հիմքերն էլ ուսումնասիրենք, կտեսնենք, որ այն Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները, ովքեր հիմնականում դիմում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալով, ազգությամբ հայեր են։ Այսինքն սա հիմնականում այս տենդենսը առնչվում է մեր Սփյուռքին։ Բայց ինչի ես երկար պատմությունը իր վիճակագրություններով ներկայացրեցի, որ բովանդակությունը ներկայացնեմ, այսինքն ստացվում է, որ քաղաքացիությունը գործիքայնացվում է պարզապես ճամփորդական փաստաթուղթ ձեռք բերելու համար։ Որովհետև եթե նայենք, թե ազգությամբ հայերի համար քաղաքացիություն ձեռք բերելու ինչպիսի պահանջներ ունի Հայաստանի Հանրապետությունը, այդ պահանջները զրոյական են։ Այսինքն որևէ պահանջ չունի։ Հիմա դուք կարող եք ասել, մենք պարբերաբար լսում ենք, որ մեր հայրենակիցներից բարդ է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելը։ Ես ամենայն վստահությամբ պնդում եմ, որ դա այդպես չի։ Կարող է առկային վարչարարական բարդություններ, այսինքն մարդը չունի բավարար փաստաթղթեր ազգության հիմքերը ապացուցելու համար։ Մի տվյալը սխալ է, մեկ այլ տվյալի հետ պետք է համադրել, պետք է ճշտել։ Այսինքն եթե նայում ենք այս վարչարարության թղթային տրամաբանությամբ, հա, միգուցե բարդություններ արտահայտ։ Սակայն եթե նայում ենք այն պահանջներին, որոնք առաջադրում է պետությունը, ազգությամբ հայերի համար քաղաքացիություն ձեռք բերելու համար Հայաստանի Հանրապետությունը ըստ էության ոչ մի պահանջ չի առաջադրում։ Եվ սա իմ մասնագիտական կարծիքով, թույլ տվեք անհամեստություն անել այս պարագայում եւ սա ասել, խնդիր է։ Եւ այս խնդիրը պետք է հասցեագրի։ Նմանատիպ շեշտադրումներ ունենք նաեւ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում քաղաքացիության հետ կապված, սակայն դա միակ կրվանը կամ տրամաբանությունը չի։ Այս խոսակցությունները քաղաքացիության ինստիտուտի արժևորման մասով մենք ունեինք դեռևս այն ժամանակահատվածում, երբ որ դեռ չէր սկսվել վիզաների ազատականացման երկխոսությունը Եվրոպական միության հետ։ Այսինքն այս խնդիրը նոր չէ մեր օրակարգում։ Եվ առաջիկայում մենք նաև կներկայացնենք համապատասխան օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որը կհասցեագրի այս խնդիրները։ Եվս մեկ խնդիր նշեմ քաղաքացիության ինստիտուտի հետ կապված եւ այլ բան այս մասով սահմանափակվեմ։ Այն անձով դադարեցնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, հնարավորություն ունի 10 րոպե հետո դիմել այդ քաղաքացիությունը վերականգնելու համար։ Արդյոք սա տրամաբանական է եւ նորմալ է։ Կրկին իմ համեստ մասնագիտական կարծիքով ոչ։ Նորմալ չէ եւ տրամաբանական չէ։ Եթե անձը դադարեցնում է իր քաղաքացիությունը, իր կամքով ասում է, որ ես այլևս չեմ ցանկանում լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացի, դա նշանակում է, որ այն սոցիալական կոնտրակտը, այն պայմանագիրը, որ ունի պետությունը եւ քաղաքացին ասում է, ես դադարեցնում եմ այդ պայմանագիրը, չեմ ուզում այլևս այդ պայմանագրի մաս լինել։
Սակայն մի այսպես շենքի շուրջ պտույտից հետո կարող է քաղաքացին ասել, չէ, հիմա ես այլևս ցանկանում եմ լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Ակնհայտ է, որ այդտեղ կան այլ դրդապատճառներ, մասնավորապես անչափահասների քաղաքացիության դադարեցման մասով։ Մենք պետք է ինձ թվում է անկեղծ խոսակցություն բացենք այս իմաստով մեր հանրության մասով։ Այսինքն Հայաստանի Հանրապետության պարագայում անչափահասը կարող է դադարեցնել մեր օրենսդրությամբ Հայաստանի քաղաքացիությունը միայն եթե ծնողներից որևէ մեկը դադարեցրել է քաղաքացիությունը։ Խոսում ենք մեր անչափահասների քաղաքացիության դադարի մասին եւ մասնապես խոսում ենք արական սեռի մեր անչափահասների քաղաքացիության դադարեցման մասին։ Եվ այս հարցը ես կարծում եմ, որ քաղաքացիության ինստիտուտի համատեքստում պետք է հասցեագրվի։ Համեցեք։ Սրանք դեռ հայտարարություններ չէին, վերլուծություններ էին։ Այո, դեռ խոսքի մասով։ Դուք ասացիք, որ Հայաստանի անձնագիր օրենսդրական քաղաքացիները օգտագործում էին ճամփորդական փաստաթուղթ ձեռք բերելու համար եւ այսպիսի գնահատական հիշեցիք, որ ազգության հայերի համար ստանալ անձնագիրը պետք է այդքանը դյուրին չլինի։ Իսկ ինչ չեմ ուզում ասեմ բարդություններ, ինչ այսպես ասած փուլեր պետք է արտահանի հայը, որպեսզի կարողանա ձեզ ստանալ այդ անձնագիրը։ Եվ երկրորդ բարդությունների ստանալը տեսեք, օրինակ մեր երկրում, մեր երկրի օրենսդրությամբ երկքաղաքացիությունը թույլատրված է։ Հիմա քաղաքացին մեկ այլ երկրում, որը երկքաղաքացիություն չի տրամադրում, չի ենթադրում, այսինքն հանրապետությունում վերջերս են տվել երկքաղաքացիները։ Նա դադարեցնում էր Հայաստանի քաղաքացիությունը, ստանում էր այդ երկքաղաքացիությունը, այնուհետև 10 րոպեից նորից դիմում էր եւ ասում էր, որ գիտեք, ես ըստ օրենքի ես իրավունք ունեմ լինել երկքաղաքացի, այն երկրից պահանջել է, հիմա ես 10 րոպեից նորից դիմում եմ։ Եվ հարցը որն է։ Այդ դեպքում դուք ասիք, որ դա պետք է այդպես չլինի, բայց դա հայ է։ Մարդը Հայաստանի քաղաքացիությունը դադարեցնում է Ռուսաստանի քաղաքացիություն, այնուհետև նորից ստանում է Հայաստանի քաղաքացիություն։ Ինչ անում ստանալ այդ քաղաքացիությունը։ Երբ որ ասում ենք ազգությամբ հայը ինչ փուլեր պետք է հաղթահարի, մենք պետք է այստեղ շատ հստակ տարբերակենք ազգության եւ քաղաքացիության երևույթները իրարից։ Ազգությունը եւ քաղաքացիությունը նույն բանը չէ։ Էթնիկությունը եւ քաղաքացիությունը նույն բանը չեն։ Դրանք շատ տարբեր երևույթներ են։ Որևէ ազգության օտարերկրացի, որպեսզի դառնա որևէ պետության քաղաքացի, այս պարագայում Հայաստանի Հանրապետության քաղաքացի, պետք է բավարարի որոշակի չափանիշներ։ Եթե նայենք, դա այդ process-ը քաղաքացիության ստանալու օտարերկրացու կողմից կոչվում է նատուրալիզացիա։ Եթե թույլ կտաք, ես օգտագործեմ այդ տերմինը, որը ընդունված տերմին է։ Նատուրալիզացիայի համար ամբողջ աշխարհում պետությունները ունենում են սովորաբար մի քանի չափանիշներ։ Այդ չափանիշներից առաջին խումբը հիմնականում առնչվում է տվյալ երկրում բնակությանը, ռեզիդենտությանը։ Այսինքն պետությունները ասում են, որպեսզի X օտարերկրացին դառնա իմ երկրի քաղաքացի, պետք է որոշակի ժամանակ ապրի իմ երկրի տարածքում։ Երկրորդ խումբ պահանջները հիմնականում առնչվում են ինտեգրվածության աստիճանը չափելուն։ Ինչպիսիք են օրինակ, լեզվի տիրապետման հանգամանքը, տվյալ երկրի մշակութային առանձնահատկությունները, երկրներ կան, ինչպես մենք, օրինակ, ասում են սահմանադրությանը պետք է ծանոթ լինես, որպեսզի իմանաս, օրինակ, այս երկիրը, այս պետությունը հիմնականում ինչ կանոններով է աշխատում, հա? Այս երկու խումբ հարցադրումներն։ Եվ բոլոր երկրները նատուրալիզացիայի համար կիրառում են ըստ էության այս երկու խումբ պահանջները։ Մենք եւս օտարերկրացու հանդեպ կիրառում ենք այս խումբ պահանջները։ Օրինակ ասում ենք, որ ցանկացած X երկրի օտարերկրացի, երկրի քաղաքացի օտարերկրացի, ով ցանկանում է դառնալ Հայաստանի քաղաքացի, պետք է 3 տարվա մշտական բնակության պահանջին բավարարի, պետք է օրենքը ասում է բացատրվի հայերենով,
եւ ծանոթ լինի Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը, սրանք էլ ստուգում ենք տեստերի միջոցով։ Ազգությամբ հայերի համար այս պահանջը չունենք, այս պահանջների համախումբը չունենք, որը տրամաբանական է, բխում